Բարև ձեզ սիրելի հետևորդներ, ձեր հետ հոգեբույժ հոգեթերապևտ Կարեն Լևոնի Ասլանյանը։ Շատերի գիտակցության մեջ հոգեբուժությունը դեռևս կապված է տարբեր վախերի հետ։ Ստորև կպատմեմ, թե որոնք են այդ վախերը եւ ինչու չպետք է վախենալ դրանցից։ Հոգեբուժի մոտ գնում են միայն հոգեկան հիվանդները։ Հոգեբուժի մոտ գնում են տարբեր մակարդակի հոգեկան խանգարումներ ունեցող մարդիկ։ Եթե մարդու մարմինն է ցավում, նա գնում է մարմնական հիվանդությունների բժշկի։ Եթե կա հոգեկան խանգարում, հոգեբուժի կամ հոգեթերապևտի։ Արբոքի դեպքում դուք դիմում եք թերապևտին։ Չափից ավելի պերֆեկցիոնիզմի, կատարելապաշտության, այսինքն խնդրով հոգեբուժի։ Կարևոր է ուշադրություն դարձնել առողջության բոլոր ասպեկտներին։ Ինձ կգրանցեն հաշվառման որպես հոգեկան հիվանդի, հոգեկան խանգարում ունեցող պացիենտների ընդհանուր հանրային ցուցակ գոյություն չունի։ Պետական կլինիկայում պացիենտին կգրանցեն այնպես, ինչպես ցանկացած այն կլինիկայում կամ պոլիկլինիկայում, հետագա այցելությունների հարմարվետության համար։ Մասնավոր կլինիկայում պացիենտի բժշկական քարտը մնում է հենց կլինիկայի ներսում եւ ոչ մի այլ տեղ չի փոխանցվում։ Հոգեկան առողջության մասին տեղեկանք ձեզ կպահանջվի միայն յուրահատուկ նպատակների համար։ Բոլորը կիմանան, որ հոգեբուժի մոտ եմ գնում, միայն այն դեպքում, եթե դուք ինքներդ պատմեք այդ մասին։ Բժիշկները պարտավոր են պահպանել բժշկական գաղտնիքը եւ հոգեբուժները բացառություն չեն։ Ինձ կնստեցնեն տեղերի վրա, որոնցից հետո հնարավոր չի լինի ձերբազատվել։ Հեղամիջոցների մեծ մասը կախվածություն չի առաջացնում, նույնիսկ եթե դրանց ընդունումը տևում է տարիներ։ Բացի այդ, տեղերը նշանակում են միայն մասնագետները, նրանք կարող են որոշել ճիշտ չափաբաժինը, ճիշտ սկսել հեղահաբերի ընդունումը եւ մեղմորեն ավարտել այն։ Ինձ կստիպեն բուժվել հարկադրաբար։ Հոգեբուժը որոշում է միայն բուժումը եւ դուրս գրումը տեղերի, բայց չի կարող ստիպել ձեզ ընդունել դրանք։ Միայն պացիենտին է որոշվում վստահել բուժող բժշկին, թե ոչ։ Հարկադիր բուժման հիմնական պատճառներից մեկն այն է, երբ պացիենտը վտանգավոր է իր կամ շրջապատի համար։ Ձեր հետ է Կարեն Լևոնի Ասլանյանը, հոգեբույժ հոգեթերապևտ։ Եղեք առողջ, դիմեք մասնագետներին ժամանակին։ Տեսություն։